Ես Բագրատն եմ, Ուզունյան Դավիթի ծնողն եմ, ուրեմն մի քիչ առաջ տեղեկություն ստացանք, որ մեր Արսենին եւ Աբիջանին ձերբակալել են, տեղափոխել են Մասիվի քաղմաս, հիմա տեղեկություն ունենք, որ քաղմասից տեղափոխում են Աչափնյակի դատարան։ Ինչ պատճառով են տարել։ Իմ իմացած տեղեկություններով մի քանի օր առաջ որ ՊՆ-ի դիմաց ակցիա կատարեցինք, անհետ կորածների եւ զոհվածների ճակատագրերը, պատճառները, այդ հարցերով որ ակցիա են կազմակերպել, հորինված ինչ-որ մեղադրանքներ են, լրիվ կարված գործեր են, որովհետև ոչ մի հիմք չկար Արսենին ու Աբիջանին ձերբակալելու։ Հիմա իրանք քաղմասում են եւ տեղափոխվելու են Աչափնյակի դատարան։ Իսկ ճիշտ է, որ ոստիկանների կողմից ցուցմունք կա հենց այդ գործը։ Շատ բան չգիտեմ ցավոտ։ Հատկապես օրինակ որ դրվագի վրա են ուշադրություն դարձել։ Այդ ինչ էին արել, որ տենց Չեմ կարա դա ասեմ։ Ես շատ տեղեկություն չունեմ։ Նախարարության ընդունարան մտնել, հա, շենքի։ ՊՆ-ի, հա, որ այն մենք Ասերյանի հետ այդ օրը հետո ուշացումով հանդիպեցինք, բայց մեր պահանջներ 3 անուն էինք տվել, 3 հոգու հետ էինք ուզում հանդիպեինք, 3-ից մենակ Ասերյանը եկավ մեր այդ հանդիպման, այն երկուսը չեկան։ Հա, բայց մինչև այդ հանդիպումը ինչ որ ընթարում ա եղել, ինչ որ հորինված շինցու եսի ինչերա, դրա համար մեզ հիմա մեզ ասելով մեր Արսենին եւ Աբիջանին կանչել են, տարել են Մասիվի քաղմաս։ Այսինքն ուզում են, որ անհետ կորածների ծնողները, հարազատները լռեն, որևէ ձայն չհանեին։ Իմ կարծիքով իրանց ուզելով որ ոչ մեկ ձեն չանի, իրանք իրանց ուզածին հասնեն։ Էդ է, սրանք ապիկար, սրանք անբարոյական իշխանություն են, սրանք ինչին ասես ընդունակ իշխանություն է, սրանց ինչ կարամ ասեմ, սրանք ինչ են։ Մենք եկանք որ հասկանանք ինչ ոնց, հետո հասկացանք որ մեզ տեղեկություն ստացանք, որ տեղափոխում են Աչափնյակի դատարան։ Դա եք ստացել։ Այստեղ մեկը ընդունեց, ինչ ոնց իմացել։ Ես դուրսն եմ եղել, չեմ խոսել ոչ մի։ Մենք գրել էինք, Մեդիա Հաբը գրել էր, որ մի քանի ծնողների հետ կապված է եղել խնդիրը, քրեական վարույթ է հարուցվել։ Փաստորեն մեկի դեպքում ճիշտ է, իսկ մնացած ծնողների դեպքում դեռ Մեկի դեպքում չէ, երկուսի դեպքում։ Արսենին են տարել եւ Աբիջանին։ Մնացածը ստեղ են քլել։ Եվ հիմա ինչ եք պատրաստվում։ Հիմա պատրաստում են գնանք Աչափնյակի դատարան, մեզ ասացին որ տեղափոխում են իրենց դատարան, հասնենք ընդ հասկանանք ինչ են ասում եւ ձեզ ավելորդ լրացուցիչ տեղեկություն կտանք։ Դեռևս այսքանը, հիմա ժողովուրդ ջան։ Ինչ պահանջներ է։ Պահանջը որ բնականաբար պահանջը որ Արսենին ու Աբիջանին ազատ արձակեն։ Պահանջս է դա, որովհետև անհիմն են, այս անբարոյականները անհիմն ձևի մեր տղեկին, մեր ծնողներին ուզում են լրացնել, չի կարող։ Ինչ եք կարծում, ձեր պահանջը կբավարարվի։ Եթե մարդիկ գան պահանջեն եւ բնականաբար ինքը անհիմն է։ Իսկ դուք ո՞նց եք վերաբերվում այն փաստին ներողություն, որ ասում են ծնողները շշերով հարվածել են ռազմական ոստիկանության ներկայացուցիչ։ Դա բան չի եղել։ Ինչ շիշ։ Ինչ շիշ։ Ջրի շշերով հարվածել են։ Ինչ որ մեկին կպել է ջրի շիշը։ Տեսանյութերը կա, թող ցույց տան։ Չկա տես բան։ Ստացվում է, որ խորհրդարանում կարան իրար վրա ջրի շշեր նետեն, խորհրդարանում падգամավորները ջրի շշեր նետեն։ Կամ էլ եթե տես ջրի շիշը եղել, ինչ տեսել ենք, սովորել ենք, ժողովուրդ։ Ինչ տեսել ենք, եթե շպրտել ենք էլ, ափսոս ցավում եմ, որ ես չեմ շպրտել, հաջորդ անգամ ես եք շպրտել։ Ես խոսք եմ տալի հաջորդ անգամ եթե նմանատիպ բաներ լինի, ես չհաստատ կշպրտեմ, որտեվ այդ եմ սովորել։ Երկրի խորհրդարանում դա եք տեսել։ Այո, ես դա եմ տեսել, այդ եմ սովորել, այդքան բան։ Եվ նաև այդ ջրի շշի հետ կապված հատկանշական է, հա, ջուր լցնելու համար օրինակ Գարիկ Գալեյանի խափանման միջոցը կալանք է։ Անհիմն, լրիվ անհիմն, անկապ, ոչ մի այդ կրիմինալ չկա, Գարիկին խեք բռնել, այ բադ մարդիկ։
դասիրակությունը չթողեց որ լավ բառեր ասեմ։ Անհետ կորածների եւ զոհվածների։ Այո։ Հիմա մենք գնում ենք Աչափնյակի դատարան, եթե դուք գաք ընդեղ էլ արդեն մանրամասն ինֆորմացիա կունենանք, ձեզ կտեղեկացնենք։ Մյուսների հետ էլ փորձենք